Սյունիքի մարզի Խոզնավար եւ Խնածախ գյուղերի բնակիչները հայտնում են, որ վերջին օրերին ադրբեջանական կողմից ակտիվ կրակոցներ են հնչում, մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ դրանք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ Ազատությունը կապ է հաստատել բնակիչների հետ։ Խոզնավարի բնակիչ Ռոման Գրիգորյանի խոսքով կրակոցներն ակտիվացել են վերջին օրերին։ Գիշերը ժամը 10-ին կրակել են 2-ին, 1 էլ 4-ին։ 3 դաշտում վարանելիս մեր ուղղությամբ են կրակել ստիպված աշխատանքները 1-2 ժամով դադարեցրել ենք, նորից սկսել, ասել է բնակիչը։ Խնածախի բնակիչ Մանուշակ Սողոմոնյանի փոխանցմամբ կրակոցները հնչում են արդեն 5-րդ օրն անընդմեջ, ինչի հետևանքով գյուղի բնակիչները տագնապած են։ 5 գիշեր է անընդհատ կրակոցներ են։ Ժամը 12:20-ին սկսում են մինչև առավոտյան 5:30։ Ժողովուրդը խուճապի մեջ է, գյուղի վրայով կարմիր փամփուշտներ են անցնում։ Ժողովուրդը վախեցած է։ Տներին չեն կրակում, սարերին, միգուցե նաև մի օր տներին կրակեն, որպիսի մարդիկ դուրս գան գյուղից։ 5 գիշեր է սարսափի մեջ ենք ու տարբեր տեսակի զենքերով են կրակում, ասել է բնակիչը։ Ազատության հարցին ի պատասխան բնակիչը նաև ընդգծել է, որ Սյունիքի ամենավտանգավոր գյուղերից է, որտեղ ադրբեջանական դիրքերը շատ մոտ են։ Պոստը նայում է դեպի գյուղ, իսկ դպրոցն անմիջապես դիրքերին մոտ է, հավելել է բնակիչը։ Խոզնավարի մեկ այլ բնակիչ էլ նշել է, որ կրակոցները ակտիվանում են հատկապես գիշերային ժամերին եւ եվրոպացի դիտորդները գյուղում չեն։ Մինչդեռ պաշտպանության նախարարությունը չհերքելով կրակոցների արկայությունը շարունակում է պնդել, որ հրադադարի խափանման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում, քանի որ դրանք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ Ազատությունը նշում է, որ Սյունիքի սահմանային գյուղերի վարչական ղեկավարները չեն արձագանքում զանգերին, իսկ այս գյուղերը միավորող տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Խուլունցը հրաժարվել է մեկնաբանություն տալ, առաջարկելով անձամբ գնալ գյուղ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին։ Հիշեցնենք, որ անցած շաբաթվանից տեղեկություններ կային նաև Սոտքում հնչած կրակոցների մասին, սակայն պաշտպանության նախարարը խորհրդարանում լրագրողների հարցին ուղիղ չէր պատասխանել, նշելով միայն, որ գերատեսչությունը հաղորդագրություն տարածում է միայն վտանգավոր կրակոցների մասին։ Նշենք, որ մինչև այս դեպքերը Բաքուն պարբերաբար մեղադրում էր հայկական կողմին իր դիրքերը թիրախավորելու համար, ինչը պաշտոնական Երևանը կտրականապես հերքում էր։